Նկարվեցիք այդ պահին զանգում է նախարարը, շտաբ ներկայաց նախարարություն վարչապետն է ուզում։ Գալիս եմ այնտեղ, խորհրդակցությունը գնում, չեն թույլատրում մտնեմ ներս, ես իմացել եմ, թե ինչ-որ հարց եմ ուզում ճշտեմ, դրա համար եմ կանչել։ Ինչ որ խորհրդակցությունն ավարտում է, վարչապետը նախարարը դուրս են գալիս, ինձ ասում է նախարարը, գնա Օնիկ Գասպարյանը քեզ խնդիր կդնի։ Վիրավորական բառն ասել, բայց բոլոր դեպքերում տեղին չեմ տում։ Մտնում եմ Օնիկ Գասպարյանի մոտ, ասում ինչ է եղել։ Բաբայան Սամոն ասում է, որ դու գաս կոորդինացնես գործողությունը։ Սա ասում եմ զինվորականների համար, որ ձեզ համար կոորդինացիան նշանակում է ղեկավարել, ղեկավարման ձևի մեկն է, փոխգործակցության կազմակերպումը։ Ես ասացի, պարոն Գասպարյան, դա քո գործառույթն է։ Եվ այստեղ իմ վատ բնավորության համաձայն հիշեցրեցի ինձ, որ դու 800-ից հոգի հաստիկ ունես այստեղ։ Եվ դրա միջոցով պետք է փոխգործակցությունը կազմակերպես։ Եվ դա քո գործառույթն է։ Եվ երկրորդը, Բաբայան Սամոն, որ ասում է, ես չեմ անում։ Զուտ դրա համար չեմ անում։ Որտեղ իմ վերաբերմունքը Բաբայան Սամոն առանձնահատուկ։ Առանձնահատուկ է, դա իմ անձնականս է։ Հարգանքով եմ վերաբերում իրեն անցած արածին, բայց պատերազմը ղեկավարելը ասպային, դա իրեն խելքի գործը չի։ Իսկ երկրի ղեկավարը, որ ուզում եք իմանալ, ղեկավարելը Բաբայան Սամոյի միջոցով։ Մի քանի առաջարկություն երկրի նախագահի եւ Բաբայան Սամոյի, որը մտնում են բանակի հրամանատարի մոտ առաջարկություններով, ես ասացի, եթե անեք, ես դուրս եմ գալու դեռ պրես ցենտրը որ դա լրատվակենտրոն, ասեմ դուրս եմ գալու հայտարարեմ, որ այսպեսի գործ եք անում։ Իմ հանելու պատճառը չգիտեմ ինչն է։ Բաբայան Սամոյին չխանգարելը, թե Տիկին Աննայի խնդրել է հրամանատարական կետից դուրս գալու։ Դե սլատկայա պարուչկա է, կարող է երկուսը միասին։ Ես այդպեսի իրավունք ինձ չեմ վերաբերել։ Սա է իրողություն, ինչ որը, ասում եմ ես եթե գնամ, գնում եմ Ղարաբաղ, բա կորոնավիրուսի թեստ հանձնեմ, ժամի գիշերվա մեկին գնում եմ կորոնավիրուսի թեստ հանձնեմ, առավոտ 7-ը պարտադրված վերցուն, բերում որ ես առողջ եմ, բայց քանի որ թոքերս նկարել եմ, թոքերս ուղարկում եմ հոսպիտալ, որտեղ իմ տվյալներս անտեղը որ համեմատել են թոքերը, հասնում եմ Ղարաբաղ, 6 ժամից հետո զանգում են ինձ, դու երկկողմանի թոքաբորբ ես, կորոնավիրուսային շուտ վերադաս քեզ բուժում ապետ։ Չմնամ անտեղ վարակեմ, նորից վերադառնում եմ Հայաստան։ Հաջորդ օրին ուղարկում են ինֆեկցիոն հիվանդանոց։ Գնում եմ ինֆեկցիոն հիվանդանոց մոտ, այդ նկարված փաստաթուղթը ձեռս, այդ դիսկը։ Նայում եմ մասնագետ իմ նախկին ծառայողս է։ Մեր բանակի ինֆեկցիոնիստը, պաշտպանության բանակի շատ լավ մասնագետ։ Նայում ասում պուշ չեն, քո մոտ ընդհանրապես 1% թոքաբորբ է, որը բուժման ենթակա չի։ Դասմա բոլոր դեպքերում քանի եկել ես նորից նկարեմ չես։ Նորից նկարում եմ, տեսնում եմ 1% թոքաբորբն էլ չունեմ։ Դա էլ է ներծծվել։ Գնում եմ նախարարի մոտ։ Ինչի եք ինձ հետ կանչես։ Բա թոքաբորբ, ասում չկա թոքաբորբ, բժիշկի գիտի, որ 1% թոքաբորբը չեն բուժում։ Հիմա երևի դուք բոլորը գիտեք, մինչև 15%-ը չեն բուժում։ Կորոնավիրուսի պայմաններում երևի բոլորը գիտեք։ Վերջ մտնեմ հրամանատարական կետ, չեմ թողում դու կորոնավիրուս ես։ Գնում եմ նորից թեստ հանձնում կորոնավիրուս, ասում դա կարող է հասկերած եղած ցույց չտվել։ Գնում եմ Աուրինուս հանձնում, այդ փաստաթղթերը բոլորը իմ մոտ է։ Կարամ ցույց տամ բոլորին։ Օրերով ժամեր։ Աուրինուս եմ հանձնում, որ ես կորոնավիրուս չեմ։ Ես գնալու եմ Ղարաբաղ, թողում եմ գնում Ղարաբաղ։ Եվ մինչև ամսի 28-ը լինում եմ Արցախում։